օրհնությունը դարձավ դատաստան, եւ այսօր այդ դատաստանը տեսանելի դարձավ բոլորիս աչքի առջև։ Երբ եղծ սրբությունը դարձավ վահան մեղքի համար։ Դարիներ շարունակ մենք լրեցինք կամ լսեցինք քարոզներ սրբության, հնազանդության, եկեղեցու հանդեպ սիրո մասին, բայց այդ քարոզները շատ անգամ հնչեցին այն բերաններեն, որոնք մաքուր չէին, դեղձ էին, որոնք իրենց իսկ ապրած կյանքով հագասեցին իրենց քարոզածին։ Երբեմն հոգևորական մկրնա դառնա իր գոչման հագարակ, ոչ թե խնամող, այլ խորդագող, ոչ թե բժշկող, այլ վիրավորող։ Այս պատմությունը, որում մասին խոսած եմ, ես այսօր ցավով անգամ եւս կհիշեմ, որովհետեւ ցավ բարձրեց իմ սրտիս մեջ։ Դարիներ առաջ